Աստղիկ, ասացեք, խնդրեմ, թե քանի օր եք հանդիպում, տարիքային ինչ սեգմենտ է ներառված երգչախմբում, ինչով եք զբաղվում, ինչ եք անում, որտեղ, մանրամասներ ներկայացրեք։ Նախ նշեմ, որ ես երգչախմբին միացել եմ 2018 թվականից եւ խմբավար Նարինե Դավթյանի առաջարկությամբ ես ստանձնեցի Աշնանային ձայներ երգչախմբի խմբավարման գործընթացը եւ պետք է նշեմ, որ սկզբնական շրջանում շատ դժվար էր, մտավախություններ կար, ինչպես պետք է աշխատեմ մեծահասակների հետ, քանի որ միշտ աշխատել եմ փոքր տարիքի աշակերտների, երեխաների հետ եւ մեծահասակների հետ աշխատելը երևակայությունից դուրս էր։ Եվ փորձը ստացվեց, կարելի է ասել, հիմնականում մի քիչ խնդիր կար, որ ես շատ երիտասարդ եմ, իրենք տարիքով ու իրենց միշտ թվում էր, թե եթե մարդը երիտասարդ է, ապա չի կարող լինել խելացի։ Այդպիսի կարծրատիպ կար, որը մեր փոխադարձ սիրո, փոխադարձ հարգանքի, ջերմության շնորհիվ շատ արագ կոտրվեց։ Եվ երգչախմբի գործունեությունը սկսեցինք ծավալել ոչ այն թափով, որը կարելի էր մտածել, քանի որ ինչ-ինչ խնդիրներից ելնելով եւ ֆինանսական եւ տարիքային առավելությունը հաշվի առնելով, որ մեծահասակները չեն կարող օրինակ գնալ Սյունիքի մարզ հասնել կամ շրջագայություններ, այդ իսկ պատճառով մեր գործունեությունը ծավալում ենք կենտրոնացված է հիմնականում Երևանում եւ շատ մոտ մարզերում, երբ որ ունենում ենք հրավերներ, տարբեր միջոցառումների մասնակցելու, կազմակերպում ենք նաեւ էքսկուրսիաներ, որտեղ շատ լավ ներկայանում ենք ու մարդիկ միշտ հետաքրքրվում են խմբով։ Քանի հոգի է այսօր խմբում եւ որտեղ են անցկացվում պարապմունքներ, ինչ հաջողականությամբ։ Խմբում այժմ ներգրաված է 40 կին անդամ, բայց տարիքից ելնելով շատերը կամ եղանակից ելնելով շատերը չեն կարողանում մասնակցել, բայց հիմնականում 30 կին ամեն պարապմունքին նստած է լինում, պարապմունքները անցկացնում ենք շաբաթական մեկ անգամ, ժամուկես տևողությամբ, Նարեկացի արվեստի միության դահլիճում եւ օգտվելով եթերից նաեւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նարեկացի արվեստի միությանը այդ հնարավորությունը մեզ ընձեռելու համար, քանի որ այդ իրենց աշխատանքը անգնահատելի է այս ոլորտում։ Աջակցության։ Աստղիկ, ասացեք, խնդրեմ, երգանցանկում քանի երգ կա եւ հիմնականում որ ուղղությամբ եք, այսպես ասած, ծավալվում։ Ինչ երգեր են։ Դժվարությամբ կնշեմ մոտավոր թիվ, բայց կարող եմ երևի միջև մոտավորապես 50-60 երգ մենք ունենք մեր երգացանկում, որը ժամանակ առ ժամանակ թարմացնում ենք եւ հիմնական ուղղվածությունը ժողովրդական, հայկական մշակույթին ենք անդրադառնում եւ նաեւ մի հետաքրքիր այսպիսի բան եմ որոշել անել, քանի որ ես երաժշտության մասնագետ եմ, նաեւ փորձում եմ այն պարերը, որոնք ունեն սեղմ քիչ քանակով պարակայլեր, ես նաեւ մեր օգտվելով առիթից սովորեցնում եմ մեր երգչախմբի անդամներին նաեւ պար։ Այդ որպես երկրորդ զբաղվածություն մեզ համար ժողովրդական, հայկական էստրադային երգեր, նաև հոգևոր երգեր, կոմիտաս, հիմնականում մեր երգչախմբի կորիզը, հենց երգացանկի կորիզը հանդիսանում է կոմիտաս վարդապետը, ում երգերի շնորհիվ մաքրում ենք մեր ընդհանուր աուրան, չգիտեմ, ինչպես ականջները, այնքան երաժշտական ականջները իրոք այդ աղբից մաքրում ենք եւ փորձում ենք մեր հանդիսատեսին ներկայացնել հայկական մաքրամաքուր երաժշտություն, որը մեզ հաջողվում է, քանի որ մեր համերգները անցնում են լեփ-լեցուն դահլիճով։ Աստղիկ, ինչպես գտնեն ձեզ այն տարեցները, որ հիմա մեզ լսում են եւ վաղուց փնտրել են հենց այսպիսի մի տեղ, որ հաճախեն, որ ընկերներ գտնեն, որ երգեն ի վերջո։ Մեզ շատ լինում է նաև, որ պատահական են մեզ գտնում, առանց պլանավորելու, որ այսպիսի բան կա, գալիս են ուղղակի Նարեկացի արվեստի միություն սրահ, որտեղ ցուցահանդեսներ է լինում շատ հաճախ,
Եվ նստում են, լսում են ու ցանկություն են հայտնում միանալ խմբին։ Եվ մեր խմբի շատ անդամներ միացել են հենց այդպես։ Մեզ ցանկացողները, ովքեր ունեն որոշ երաժշտական տվյալներ, քանի որ խումբը սիրողական է, մենք չենք պարտադրում, որ պիտի լինի երաժշտական կրթություն կամ, չգիտեմ, դասական երգեցողության իմացություն, մեզ կարող են գտնել ամեն 3 շաբթի, մենք 1:30-ից մինչև ժամը 3-ը ունենում ենք փորձ, կարող են գալ, գտնել մեզ, մենք սիրով ենք ընդունում բոլորին մեր հարկի տակ։ Աստղիկ ինչի կարիք ունի երգչախումբը, մեզ լսում են նաև մարդիկ, ովքեր ունեն որոշակի կարողություն, ցանկություն օգտակար լինել, գուցե թվարկենք, թե ինչ է հարկավոր եւ կոչ անենք աջակցել այս շնորհակալ գործին, տարեցներ երգչախմբին։ Մեր խմբի եւ հիմնականում այսպիսի գործող խմբերի մեծամասնության խնդիրը լինում է ծրագրերի չիրականանալը գումարի ֆինանսի պատճառով։ Սա երևի բոլորը կփաստեն, ովքեր այսպիսի գործունեություն են ծավալում, որ առանց ֆինանսական աջակցության չեն կարող օրինակ զարգացնել մեր գործունեության շրջանակները եւ մենք ելույթ ենք ունենում սովորական դասական սպիտակ սև ոճի մեջ ընտրում ենք այնպիսի հագուստ, որը ունեն խմբից շատերը, որովհետև մենք ավելի հնարավորություն չունենք եւ պահանջել թոշակառու մարդկանցից ֆինանս ինչ որ մի բանի համար, ծրագրի համար, այդքան էլ, չգիտեմ, խելքին մոտ չէ։ Կարելի է համազգեստ, եթե ունենանք համազգեստ։ Եթե ունենանք համազգեստ, իհարկե, համազգեստը շատ մեծ փոփոխություն է այս ամեն ինչի մեջ եւ համազգեստով շատ խմբերի ճանաչում են հենց համազգեստով։ Եվ ինչու՞ չէ, նաև համազգեստի արկայությունը մեզ կտա օրինակ ներկայանալի լինելու եւս մեկ հնարավորություն։ Իսկ համերգների մասով հրավերներ ունենում եք, որքան հաճախ եք գնում, ինչ պետք է անեն գուցե մարդիկ կամ ընկերություններ, որ ուզում են լսել ձեզ հրավիրեն։ Համերգի հրավերներ ունենում ենք եւ շատ հաճախ օրինակ մերժում ենք մեկ այդ հրավերները հերժավորության պատճառով, քանի որ նախ տարեցները շատ հերժու չեն կարող գնալ, օրինակ հեռավոր մարզեր, Սյունիք եւ շատ բարձրադիր տեղեր չեն կարող գնալ, դրա համար մոտ մարզերով ենք սահմանափակում հիմա մեր գործունեությունը, որը շատ սեղմ է հենց ֆինանս չունենալու պատճառով։